Զվարթնոց օդանավակայանի այս հին շենքը սովետական մոդեռնիզմի լավագույն նմուշներից է։ Մոտ 40 տարվա պատմություն ունեցող այս համալիրը կրկին վտանգված է։ Չնայած միջազգային հանրության կողմից հնչեցվող գնահատականներին և շենքը պահպանելու կոչերին, հնարավոր է, որ այն շուտով գետնին հավասարեցվի։ 2015 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը Զվարթնոց օդանավակայանի հին շենքի արտաքին օղակը էստակադան ապամոնտաժելու թույլտվություն է տվել, ինչը քննարկումների նոր ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։ Շատերը կարծում են, որ շինությունը կարելի է վերագործարկել որպես օդանավակայանին կից կառույց։ Ուրիշները շենքի հնարավոր կիրառելիությունը տեսնում են նաև այլ մշակութային նպատակներով։ Օդանավակայանը չի փոխել իր արդիականությունը։ Էլեկտրոնային երաժշտության համար ինքը իսկապես ոգեշնչող շենք է եւ կարող է դառնալ այդպիսի կենտրոն։ Տաղանդները նույնպես կարողանային զարգանալ այնտեղ, հենց ավիամոդելիզմի հետ կապված։ Հայրս շատ էր սիրում երեկոյան, երբ որ գալիս էր, փոքրիկ շարժեր նկարել, երևի թե դա իրեն համար ինչ-որ զվարճանքի եւ ռելաքսի ինչ-որ մի ձև էր։ Մի օր տեսնեմ փոքրիկ թղթին հենց ֆլամաստերով սենց մի քանի գիծ տարավ, օղակ տարավ, ասում ես ինչ ես նկարում, ասես բուբլիկ եմ նկարում։ Հետո տեսա, որ մի կողմից այդ բուբլիկը ոնց որ թե կրծած լինի, ասում բայց ինչ ես նկարել, ասում կրծած բուբլիկ եմ նկարում։ Հետո տեսա լիքը ճանճեր ա նկարել, սենց վերևից իջնող, ներքևը այդ բուբլիկի շուրջը շարված, ասում բա դրանք ինչ են, ասում այս էլ ճանճեր են, ասում հետո, ասում ոնց հետո, չես տեսնում օդանավակայանն եմ նկարում։ Զվարթնոց օդանավակայանը, որին ժամանակին մինչ անուն ստանալը ժողովուրդը բուբլիկ կամ արևմտյան էր անվանում, 20-րդ դարում Հայաստանում կառուցված թերևս ամենանշանավոր կառույցներից է։ Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և համահեղինակների ստեղծած այս եզակի համալիրի նախագիծը իր ժամանակի համար բավականին համարձակ հայտ էր։ Միշտ իր առջև իրենք ունենում էին Արարատ սարը և Արարատի նկարվածքը, Արարատ սարի նկարվածքը, ոնց որ փոխհարաբերական ճարտարապետական իմաստով փորձեցին փոխադրել դեպի Զվարթնոց օդանավակայանի հորինվածքը եւ արտաքին օղակը եւ ներքին օղակը, եթե նայեք, այդ սարի թեթևակի սարի արտաքին օղակը արտահայտված, ներքին օղակը ոչ այդքան, բայց նորից արտահայտված, ճարտարապետական լուծումներով փորձում են արտահայտել Արարատին հորինվածքը։ Հսկա տիեզերանավ հիշեցնող այս համալիրը գործարկվել է 1982 թվականից։ Ճարտարապետների համար այս կառույցում կարևորագույն խնդիրն արտաքին տեսքի և ֆունկցիոնալության համատեղումն էր։ Օդանավակայանի մեջ ինքը շատ հպարտանում էր, որ կարողացել են իր ստեղծագործական խմբով բոլորը իրար հետ միասին գտնել այն լուծումը, մարդը երբ գալիս է օդանավակայան, շատ կոմֆորտ վիճակում է գտնվում, այսինքն գալիս ես օդանավակայան, շատ կարճ ճանապարհ ես անցնում, որ երբ որ մեքենայից իջնում ես քո ծանր ճամպրուկներով եւ ընդամենը 15-20 մետր այն կողմ արդեն գտնվում ես օդանավում։ Կառույցը շարունակեց մարդկանց աշխարհի տարբեր ծայրեր ճանապարհել եւ դիմավորել մինչեւ 2007 թվականը։ 2001-ին օդանավակայանի շահագործումը կոնցեսիոն պայմանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարձակալության հանձնեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲ-ին 30 տարով։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանին պատկանող ընկերությունը շուտով հարակից տարածքում կառուցեց նոր օդանավակայան։ Հին շենքը փաստացի մատնվեց անուշադրության։ Ճարտարապետական ժառանգության այս եզակի նմուշը 2004-ին զարմանալիորեն չի ընդգրկվել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Հակառակ այս գնահատականին, շինության բացառիկ արժեքը բազմիցս ընդգծվել է ինչպես հայ ճարտարապետների, այնպես էլ միջազգային հանրության և մասնագետների կողմից։ Այսպես, Վիեննայի 19-րդ ճարտարապետական կոնգրեսը 2012-ին կոչ էր արել նախկին ԽՍՀՄ պետություններին, այդ թվում Հայաստանի կառավարությանը, պահպանել և վերականգնել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում Զվարթնոց օդանավակայանը, ճանաչել դրանց արժեքը և ապահովել պահպանությունը հետագա սերունդների համար։
2014-ին մի խումբ հայտնի ռուս ճարտարապետներ դիմել էին Սերժ Սարգսյանին, կոչ անելով քայլեր ձեռնարկել Զվարթնոցի հին շենքի պահպանման համար, որի արժեքը, մեջբերում է, ինչպես ժամանակակիցների, այնպես էլ հետագա սերունդների համար անվիճելի է։ 2014-ին շինության հնարավոր քանդման մասին լուրը իմանալուց հետո Եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին դիմելու պատրաստակամությամբ էին հանդես եկել լեհ կինոմատոգրաֆիստները, որոնք ժամանակին հենց Զվարթնոց օդանավականում նկարահանել են Պանկլյակ Սայարկասները ֆանտաստիկ կինոնկարի տեսարաններից մեկը։ Witam wszystkich zwycięzców! Շենքը պահպանելու եւ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու կոչով հանդես են եկել նաեւ բազմաթիվ հայ ճարտարապետներ։ Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը 2015-ի հոկտեմբերին անդրադարձել է Հայաստանում մոդեռնիզմի ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների պահպանության խնդրին եւ դիմել Հայաստանի կառավարությանը, ճանաչելու այդ շինությունների արժեքը եւ ապահովելու դրանց պահպանումը ապագա սերունդների համար։ Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲ-ն հին շենքի քանդման անհրաժեշտությունը բացատրում է շենքի ֆիզիկական մաշվածությամբ եւ սեյսմակայունության խնդրով։ Շենքի հիմնանորոգումը գնահատվել է մոտ 10-ից 12 միլիոն դոլարի չափով, ինչը ըստ Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանի այնուամենայնիվ ավելի նպատակահարմար լուծում կլինի, քանի որ շինությունն ամբողջությամբ քանդելն ու նորը կառուցելը մի քանի անգամ ավելի թանկ կարժենա։ Երեք մեր նախնական հաշվարկներն են ավարտվել, որով մենք ապացուցում ենք, որ չին փոփոխությունով շատ չին փոփոխություններով, որը չի անդրադառնում առհասարակ արտաքին տեսքի վրա, արտաքին օղակը վերվում է այսօրվա գործող սեյսմիկ նորմերին, որ ասեն, որ 2-ից 4 անգամ ավել է, քան թե այն վաղ, երբ որ նախագծվել է բուն կառույցը։ Արթուր Թարխանյանի դուստրը Աննահիտ Թարխանյանն ասում է, որ շենքը կարող է վերագործարկվել որպես օդանավակայան, ԱՊՀ տարածքում ներքին թռիչքներ իրականացնելու համար։ Օդանավակայանը չի փոխել իր արդիականությունը, շատ հանգիստ կարելի է նույն չվերթները կազմակերպել եւ այդ չվերթների համար օդանավակայանը շատ լավ կարող է ծառայել եւ սպասարկել բոլոր այդ չվերթները։ Մի խումբ քաղաքացիներ ու մասնագետներ կարծում են, որ ներքին ընդարձակ տարածքի օգտագործման շնորհիվ Զվարթնոցի հին շինությունը կարող է ոչ միայն որպես օդանավակայան ծառայել։ Վալենտինա Հարությունյանը օրինակ մի քանի գաղափար ունի շենքի հնարավոր շահագործման վերաբերյալ։ Դրանցից մեկը օդանավակայանում ավիամոդելիստների մեծ ակումբի ստեղծումն է, որի ներուժը ըստ Վալենտինայի Հայաստանը ունի։ Շենքը ամբողջովին թույլ կտար զբաղվել ոչ միայն ուսուցմամբ, այսինքն ոչ միայն երեխաները եւ ցանկացողներ կկարողանային սովորել ավիամոդելիզմ, այլ նաեւ կկարողանային փառատոներ կազմակերպել եւ միջազգային փառատոներ նույնպես։ Այս շենքը կարող է տեղափոխվել նաեւ հայկական ավիացիայի պատմության թանգարանը։ Ոչ թե լինի զուտ ցուցահանդես, որ մարդիկ կան ուղակի նայեն, այլ նաև լինեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան երեխաներին եւ մեծերին ավելի մոտիկից ցույց տալ, թե ինչպես է սկսվել օրինակ օդանավների պատմությունը, այսպես հա, ինչպես է տիեզերագնացությունը զարգացել։ Աննա Շահնազարյանն էլ օդանավակայանի բազմաֆունկցիոնալ շինության վերաշահագործումը տեսնում է այն էլեկտրոնային երաժշտության կենտրոն դարձնելու մեջ։ Էլեկտրոնային երաժշտության համար ինքը իսկապես ոգեշնչող շենք է, իր նախագծով, իր տեսքով, իր ոնց որ աուրայով, հենց այդ կոսմիկ առեղծվածային տպավորությունն է թողնում։ Աննան որպես օրինակ նշում է Շվեդիայում հանքավարի մի ֆաբրիկա, որը նույնպես երկար ժամանակ չօգտագործվելուց հետո դարձել էր էլեկտրոնային երաժշտության կենտրոն։ Պարբերաբար կարող են անցկացվել ոչ միայն հայաստանյան, այլ ընդհանրապես համաշխարհային մակարդակի էլեկտրոնային երաժշտության փառատոներ։ Նման եւ այլ գաղափարներ այս օրերին սոցցանցերում շատ են շրջանառվում։ Քաղաքացիները սեփականատիրոջը կոչ են անում լայնախոհ գտնվել եւ մշակույթ ստեղծել մշակույթի վերացման փոխարեն։ Վերջին տարիներին ճարտարապետական ժառանգության բազմաթիվ նմուշների կորուստը իրար հետևից շարունակաբար մաքրում է Երևանի քարե կենսագրությունը։ Զվարթնոցի կորուստը թերևս կարող է դառնալ այդ կենսագրության ամենամեծ հարվածներից մեկը։